Ընկերներ ջան, հարազատներ ջան, կխնդրեմ այս վիդեոս անպայման տարածեք, որպեսզի մարդիկ հասկանան ինչ ենք ասում մենք, ինչ ասում Նարեկը Կարապետյան, ինչ են ասում մեր ձև շարժման համակարգող անդամները։ Եղբայր բիզնես ունես, մոյկայա, հացի փուռա, փոքր կրպակա, խնձորի մրգի բանջարեղենի խանութա, աշխատի, հարկ մի տուր ինձ, աշխատի ինչքան կարաս, աշխատի, աշխատատեղերդ ավելացրու, այդ փողերը որ պետք է հարկ տաս պետությանը մի տուր ընկեր։ Դիրքո բիզնեսի մեջ բիզնեսը ծարքի միջին, միջինը ծարքի մեծ, աշխատատեղերդ մեծացրա։ Այսինքն, համ քո համար լավ կլինի, համ քո աշխատողների, համ քո ընտանիքի, համ էլ պետությանդ համար լավ կլինի։ Դու կամաց կսարքես ուժեղ պետություն, ու մի բան էլ ասեմ։ Հենց ջելի որ ասելու ենք, հա մենք ընտրվենք, էս կանենք, այն կանենք ու չանենք։ Չէ, ինչ ասում ենք, այդ անելու ենք։ Մի բան էլ ավելով փորձելու ենք անենք։ Վստահ եք ու հանգիստ եղեք։ Այս վիդեոս էլ կարաք պայեք, որը որ ես իմ անունից եմ ասում, իմ ուղուց կշեղվեմ, կբերես կասես եղբայր դու սուտ խոսանես դու բոլորի պես, նո բոլորի չէ, ոմանց պես մեզ խափեցիր։ Հավատացեք, եթե տնտեսությունը ուժեղ չեղավ, կայուն չեղավ, ինչ ես անելու։ Անվտանգություն ես ապահովել, ոտու ոչ մի բան չես կանու, ստիպված հարկերը բարձրացնելու ես մարդկանց վրա, այդ ասուրիշ պետություններուց պարկով փող վերցնես, որ բյուջետ բերես, որ այս առնես, որ այն առնես, քանդելու ես այդաս։ Անենց որ դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, սաղ լավ ալնելու։ Ուժեղ պետություն բոլորս միասին իրար հետ, չեմ առանձնացնում, բոլորս մեկ մարդու պես ունենալու ենք ուժեղ պետություն։ Ես այս տեսակ պրիմիտիվ մանկամիտ բացատրություն դեռ չէի լսել, բայց էդ էլ լսեցի, որ ասում անգել ենք պետք է քաշենք, հիմա մերն է։ Ախպեր ջան, այդ որ ասում ես, եթե դու մրգի խանութ ունես, ինչ որ կրպակ ունես, դու ինձ հարկ մի տուր, քեզ ինչ վատ բան է ասում Նարեկը։ Ասում է հարկ մի տուր։ Ասում է այդ փողերը ներդրում արա, ավելի մեծացրու։ Աշխատատեղեր բացի, էլի հարկ մի տուր, մեծացրու քո բիզնեսը, բազմացրու։ Ճիշտ ասած, այս վիդեոն շատ դժվարությամբ եմ զապիս անում, որովհետև մի լավ խնդացել եմ էլի, ու հիմա ամեն մի իմ ասածը ասելուց խնդում եմ էլի։ Ասում եմ համ քո համար լավ կլինի, համ քո աշխատողների, քո ընտանիքի համար լավ կլինի, համ աշխատողների համար լավ կլինի, համ էլ պետության համար լավ կլինի։ Իսկ հերի ֆոկուսը, հələ տենանք, այդ ոնց։ Չէ, ջոգինգ որ ձեր համար լավ կլինի, բայց ասենք պետության համար ստե ոնց է լավ լինում։ Չջոգի вообще։ Այդ որտեղ ես տեսել որ հարկերը չտան ու պետության համար լավ լինի։ Oh, sorry։ Երևի ուզում ես ասել կհզորացնես քո բիզնեսը արդեն պետության համար լավ կլինի։ Ուզում ես հզոր պետություն կկառուցես հարկեր չտալով։ Ու նույնիսկ չի ասում էլի որ մենք սենց ասում ենք կանենք, գալու են, չանենք, գալու են, կանենք, հələ մի բանից էլ ավել ենք անելու։ Հա, ասում եմ վիդեոս էլ պահեք, որ հանգարց ուղուց շեղվեմ, բերեք դնեք դեմս։ Օրը սարև, մի հատ հարցնամ, էլի քեզ եղբայր, вообще մինչև 18 թիվը դու տեսել ես ինչ որ մի մարդ մեկի դեմը բան դնի, ինչ որ մի ղեկավարի, կամ ինչ որ մի բիզնեսմենի, կամ նույն Սամոյի դեմը, ինչ որ մի բան դնի, տեսել ես այտենց բան։ Այսինքն դու մտածում ես, որ դու գաք, ժողովուրդը կարա ծպտուն հանի, լուրջ ես ասում։ Այդ որ ասում ես հավատացեք, որ տնտեսությունը ուժեղ չեղավ, կայուն չեղավ, իա, լուրջ, հարկեր չտալով ուժեղ պետություն ա լինում, կամ կայուն պետություն ա լինում, լուրջ ես ասում։ Չգիտեմ, այնտեղ անվտանգությունից ինչ որ բան բլտեցրիր, ինչ որ բան ասիր որոցի, հարկերն ես բարձրացնելու, գնալու ես պարկով փող ես բերելու։ Հավատացեք, եթե տնտեսությունը ուժեղ չեղավ, կայուն չեղավ, ինչ ես անելու։ Անվտանգություն ես ապահովել, ոտու ոչ մի բան չես կանու, ստիպված հարկերը բարձրացնելու ես մարդկանց վրա, այդ ուրիշ պետություններուց պարկով փող վերցնես, որ բյուջետ բերես, որ այս առնես, որ այն առնես, քանդելու ես այդաս։ Что? Ինչ։ Դու քո դրած վիդեոն լսել ես տղա ջան։ Վերջում են քանդելու ես հետո։ Ես կմեռնեմ։ Այ։ Վերջում էլ ասում ես որ ուժեղ հզոր պետություն ենք ունենալու, գլուխները բաց եք պահեք, հպարտ եղեք։ Լավ, վերադառնամ քեզ պատասխանելու։ Ուրեմն ապ ջան, ուշադրի լսի։ Մենք գլուխներս բարձր ենք, մենք հպարտ ենք, մենք իրոք ուժեղ պետություն ենք ստեղծում։ Ինչ հասնում է, որ քանդելուն, չէ, քանդողներին սիկտիր ենք արել արդեն վաղուց, մենք մեր պետությունը ստեղծում ենք, մեր բանակը հզորացնում ենք, պարկով փող ենք բերում, ներդրումային ծրագրեր ենք իրականացնում ոլորտներում, ու ճիշտ ենք անում, որովհետև մեր ժողովրդի ապագան այդ ոլորտները, այդ նույն առողջապահություն, բանակ եւ այլն, այդ անվտանգություն ամեն ինչ ապահովում ենք Ազիզ ջան։ Իսկ հիմա վերադառնամ բունկո թեմային։ Այն հարկ չտալու պահով իմ ազգը շատ լավ գիտի,
Ինչ է նշանակում հարկ չմուծել։ Հարկ չմուծել նշանակում է ինչ որ փորով ձյաց գալու է 50-50 մտնի ու ձեր վախտերը միշտ էլ տենց է եղել։ Մարկանց բիզնեսները միշտ 50-50 մտել են կամ էլ մարդիկ ընդհանրապես բիզնեսով չեն զբաղվել, որովհետև հասկացել են, որ ինչ որ մի հատ փորով նալոգովի աշխատող տեսուչ մի հատ քնձր տեսուչա գալու գլխներին կանգնի կամ ինչ որ մի հատ կրուտոյ ապեր ինչ որ կրիշություն անելու կամ էլ ինչ որ համակարգից պապաներ են գալու ու 50-50 մտնեն։ Ուրեմն լսի տղա ջան, այդ որ դու ասում ես դու հարկ չես մուծելու, էսի конечно շատ սիրուն կուտա, բայց լսի քեզ ինչ եմ ասում, դու որ գոնե ասեիր մինչև 10 միլիոն оборот չի հարկ մուծելու կամ մինչև 15 միլիոն оборот հարկ չի մուծելու, ես հələ կհասկանայի, բայց դրա վիխդն էլ կա, էլի ես քեզ ասեմ, որ պետությունը էս չի։ Ուրեմն աշխարհի բոլոր պետությունները անենց հարկային կանոնադրություն են գրել, կանոններ են գրել, օրենքներ են ստեղծել, որպեսզի մարդ արարածը չկարողանա պետությանը խափի։ Հասկացա՞ր ազիզ ջան։ Հա։ Հիմա նայ, եթե անգամ դու դնես ինչ-որ մի չափ սահման, որ մինչև 10 միլիոն оборот բիզնեսը եթե աճեց, հետո նոր դու հարկեր ես մուծում, այդ մարդը, այդ խելացի մարդը չի հասցնում մինչև 10 միլիոն։ Ինքը ինչ է անում, ինքը գնում է սիրուն մի հատ ուրիշ սպայա բացում, հասկացա՞ր ազիզ ջան։ Ուրիշ սպայա բացում, մինչև 10 միլիոն չի հասցնում, գնում նորից երրորդն է բացում։ Էս կրուտիտներ ես, մոտիտներ ես, բոլոր բիզնես ես, վիխդներն ու զախոդները մենք ամեն ինչն էլ գիտենք։ Դե որ ես գիտեմ, պատկերացրու պետությունը ոնց գիտի։ Նենց որ դու ես կրուտիտը, որ բերել ես, այս կուտը, որ բերել ես ժողովրդին տաս, որ իբր հարկ չեք մուծելու։ Մեր ձևովներ, ձեր ձևովներ, լսեք ինչ եմ ասում։ Դուք եթե այդ բիզնեսմենների մասին այդքան մտածող եք, այդ բիզնեսմենների լույսը չհաշվեիք, այդ տնաշեններ, այդ ձեր տունը չբլվի, հա։ Կամ ինձ հետաքրքիր է, էլի, եթե այդ սաղ այդ մանր բիզնեսները ու 70-80% մանր բիզնես է, պետությունը ապրում է հենց այդ մանր բիզնեսի օգնությամբ, բյուջեն լցվում է այդ մանր բիզնեսի օգնությամբ, ժողովուրդը ստիպված դարավ առևտրական, 80%-ը լցվում է այդ առևտրականներից, եթե դու այս մարդկանց ազատում ես հարկերից, ինձ հետաքրքիր է բյուջեն ինչով ես լցնելու, չնի սամո ջաջանա բերելու, լցնի այդ բյուջեն, բանակի համար, մնացածի համար, որտեղից եք այդ փողը բերելու, մի հատ ասեք էլի, ասեք հասկանանք, այդ որ անդադ շեշտում եք պարկ ենք ենք վերցրել, ոնց եք էդի անելու, ես ուղղակի ձիվ ու դայուս է, էլի, նայում եմ ու շատ ուրախ եք անցնում։ Մի բան էլ ասեմ գնամ, այդ վիդեո դորդրել ես, ինչքանի շո Արմենն անունդ, ուրեմն տղա ջան, վերջում պետք է sense մի հատ հատված ավելացնեիր, էլի։ Սամոյի ասածը դնեիր, այն որ պետություն մեր Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ամենազարգացող պետությունն է, հետևից էլ ավելացնեիր քո բառերով, որ Սամո Ձադան սուտ է ասում։ Մենք որ գանք, այդ ժամանակ նոր դառնալու է զարգացող։ Դու քո դրած վիդեոն լսել ես տղա ջան, վերջում էլ քանդելու ես հետո։ Ես կմեռնեմ։ Այ